20 լումայով հոսանքի սակագնի բան եք քննարկում, իջեցում եք պահանջում վերջին ամիսներին 20 լումա, ոչ թե 20 դրամ, բայց ձեր աշխատավարձերը, որ միլիոններով ստացել եք, կառավարիչից սկսած մինչև մյուս ծառայությունների ղեկավարը, այդ բոլոր որ գումարեիք, ժողովրդի հոսանքը հեչիպես 20 դրամ պակաս կլիներ, հեչիպես։ Բայց դուք դա չեք արել, ասենք, ինչերից եք խոսում Հայաստանում։ Այնուամենայնիվ Եվ դարապես նորմալ չի, հասկանում եք, այսօր տեսա այն Ալեքսան Կարապետյան, թե մի հատ Մորուքով երիտասարդ Ալեքսանյան։ Ասենք, լավ ով ա տեսել Կիպրոսի անձնագիր ունեցող, Ռուսաստանի անձնագիր ունեցող Սամվել Կարապետյանը գասի ես քաղաքականության մեջ բան պետք է որոշեմ։ Որոշող ես գրա Կիպրոսում առաջադրվի։ Եթե Պուտինը չի թողում այնտեղ առաջադրվես եւ քաղաքական խաղեր տաս։ Գնացեք Ռուսաստանում արեք։ Ասենք պարզվում է բոլորը ոչ միայն այդ քաղաքացիական փաստով խուսափել են զինվորական ծառայությունից եւ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց։ Հիմա պարզվում է Ռուսաստանի անձնագրով պիտի գան եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ասեն, թե իր երկիրը քանի դաշնակից պիտի ունենա։ Պիտի փրկեն։ Ով պիտի անվտանգային երաշխավոր լինի, խաղաղության պայմանագրի երաշխավոր լինի եւ այլն եւ այլն։ Ասենք սա եթե ողբերգական չլիներ, կծիծաղեինք։ Բայց ողբերգություն է։